Երկվորյակ տղաներին սրտի մոտ, նորածնին ձեռքերի մեջ։ Հերոսածին Պայծառ Թորոսյանն է։ Ծնվել է 44-օրյա պատերազմի հերոսներ Արմեն և Ռուբեն Շահինյանների եղբայրը։ Շահինյան կրտսերը եղբայրներին, քրոջն ու ծնողներին նվեր արեց հայոց բանակի օրը։ Այսքան շուտ նախատեսված չէր փոքրիկի լույսաշխար գալը, բայց փոքրիկ հերոսն այլ պլաններ ուներ։ Հերաշկի անունը Ռաֆի է, պատիվ քանի որ երկուսն են, Արմեն Ռուբեն, ես չէի կարող մեկի անունը դնել, մյուսինը չէ։ Շատ երկար մտածեցինք, ամուսնուս աղջկաս հետ միասին, որոշեցինք, որ անունը սկսվի իրենց անունների սկզբնատառերով։ Ռուբենի Ռ, Արմենի Ան, միավորեցինք, Ռաֆի ստացվեց։ Ռաֆին ոչ թե ռեյով, այլ ռեյով, բացատրում է մայրը։ Ավելի քան 3 տարի սպասեցին ու հրաշքը տեղի ունեցավ, այն էլ առանց միջամտությունների։ 44-օրյա պատերազմի ժամանակ Արմենը և Ռուբենը ժամկետային զինծառայող էին։ Ամբողջ ընթացքում միասին են եղել։ Հոկտեմբերի 30-ին էլ իրար գրկած զոհվել են անօդաչուի հարվածից։ Երբ վտանգավոր գոտում էին, հրամանատարությունը փորձել է բաժանել, չեն կարողացել, որովհետև Ռուբենս ասել է, մեզ Աստված միասին է ստեղծել, դուք ով եք պարոն գնդապետ, որ կարողանաք մեզ բաժանել։ Հիմա տիկին Պայծառը փորձում է երջանկությունը գտնել փոքրիկ Ռաֆիի մեջ։ Մայրը հիշում է, երկվորյակները տարբեր էին, թե արտաքինով, թե բնավորությամբ։ Արմենը ավելի հանգիստ էր, Ռուբենը հակապատկերը։ Ռաֆին երկուսի միքսն է։ Գուցե ես եմ փորձում նմանություններ գտնել, բայց ինձ թվում է երկուսի միքսն է։ Չեմ հասկանում, մի պա Արմենին եմ նմանացնում, հետո ասում եմ, չէ, ոնց որ Ռուբենին է նման։ Չգիտեմ, երևի ես այդպես եմ ուզում լինի։ Փոքրիկը ծնվել է 3 կիլոգրամ քաշով։ Տիկին Պայծառը բարդ հղիություն է ունեցել։ 45 տարեկանում է ունեցել 4-րդ երեխային, նշում է բժիշկը։ Մեծ հաշվով մենք անում ենք նույն գործը, ինչ բոլորը հետ ենք անում, բայց այստեղ զուտ հաշվի առնելով ում հետ գործ ունենք, որ մի քանի անգամ ավելի զգոն ես լինում, հանկարծ մի բան են չլինի, հանկարծ ամեն դեպ պատասխանատվություն շատ մեծ է, էլի։ Երկվորյակների փոքր տարիքի խաղալիքները մայրը պահել է։ Տանը արդեն Ռաֆիի անկյունում է դրված։ Սպասում են, երբ են տուն գնալու, որպեսզի ցույց տա հերոս եղբայրների նկարները, իսկ երբ մեծանա, պատմի նրանց սխրանքների մասին։ Ալադավթյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։